Համեմատվելը նախորդ իշխանության հետ ուղղակի ծիծաղելի է, որովհետև Նիկոլ Փաշինյանը հանձնել է, ծախել է, տվել է ամեն գնով իշխանությունը պահելու շնորհիվ ամեն ինչ հանձնել է, որպեսզի մնա իշխանության այն դեպքում, երբ մենք ունեցել ենք հաղթանակներ, մենք ունեցել ենք դիվանագիտական աճ, մենք ունեցել ենք սպառազինություն, մենք ունեցել ենք բանակ, որը տարածաշրջանում գործուն է եղել, եւ այս բանակն է, որ պահել է մեզ տասնյակ տարիներ հարցակումներից պաշտպանել է։ Նիկոլ Փաշինյանը կազմաքանդել է, լուծարել է այն բանակը, որը որ մենք ճանաչել ենք, որը որ մենք իմացել ենք ժամանակին, եւ թողել է այդ բանակի կորպուսը ուղակի, հա կարկասը, որը ուղակի այսօր ինքը ներկայացնում է որպես մեծ ձեռքբերում, որը բացարձակապես ձեռքբերում չի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանին հիմա կոչ եմ անում ներկայացրու այն նամակը, որի մասին որ դու ասում ես, որ կներկայացնեմ Սերժ Սարգսյանի նամակը, մենք որևէ բան չենք բանակցել, որը ի օգուտ Հայաստանի Հանրապետության չի։ Դե տղայեք, ցույց տվեք եւ մեր նամակը եւ այն բանակցությունները, որը որ դուք ունեցել եք, այն թուղթը, որը որ տվել են Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին, որի մասին խոսեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այն փաթեթը, որով Արցախը մնալու էր հայկական, այն փաթեթը, որով Արցախը չէր հանձնվելու, ուղղակի Նիկոլ Փաշինյանին դա ձեռնտու չէր, որ նա պահեր Արցախը, կռվեր Արցախյամ։ Իսկ Ալեն Սիմոնյանի համար լավ, ես վիդեո եմ հրապարակել եւ տասնյակ են այդ վիդեոները, որտեղ իր մասին տասնյակ հազարավոր մարդիկ ամենավերջի բառերը ասում են եւ ամոթ է ապրել այն իրականության մեջ, որի մեջ ապրում է Ալեն Սիմոնյանը։ Ամոթ է դուրս գալ փողոց 100 ախրանիկով, որ հարևանները չթքեն երեսիդ, քֆուր չտան։ Ալեն Սիմոնյանը այսօր պաշտոնի Անժելա Թովմասյանի գլխավորությամբ սաղ լրագրողներին ազգային գործ սաղին դատի է տվել։ Սա ով ում գիտեք, Ալեն Սիմոնյանը ամենաշատ դատի տված մարդը, որ իրան քֆուր են տվել, հասկացեք, Ալեն Սիմոնյանը։ Նկարագիրն է մարդու, թե ինքը խի է, ինքը վերջի անգամ էլ գրել էր Սամսոնյան Նարեկի ու Սաղաթելյան Վազգենի մասին, որ հեսա ձեզ եմ դատի տալու։ Հասկանում եք, էս է իրականությունը եւ համեմատվել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը նախորդ իշխանությունների հետ, ուղղակի ոնց որ համեմատես, ասենք ավտոմատ Կալաշնիկովը եւ Ռագատկեն, հա, այդ երկու համեմատությունը շատ օրինաչափ է եւ շատ նման է։ Հիմա տեսեք, ինչ մենք ստեղծել ենք, ինչ կառուցել ենք, Նիկոլ Փաշինյանը հանձնել է, քանդել է եւ հիմա խաղաղության քողի տակ տենց ասում է, այն նախկինները կռիվ էին, պատերազմ էին անում։ Իսկ ես տեսեք ոչ ոք չեմ, խի պետք է Նիկոլ Փաշինյանի հետ պատերազմ անեն այդ մարդիկ, եթե իրան ասում են, այս ինչ բանը պետք է տաս, խելոք սուսփուս տանում տալիս է։ Եթե ասում ես ինչ բանը պետք է անես, խելոք սուսփուս ասում է ժողովուրդ ջան, պետք է եկեղեցին քանդեմ, հարդ եկեք մի հատ sense նայենք ինքը ինչ ա արել, էլի։ Ուրեմն Ղարաբաղը տվեց, նախքի եկեք նայենք, էլի, նայեք, նախկինները Ղարաբաղը պահում էին, Նիկոլը Ղարաբաղը տվեց։ Նախկինները Հայաստանի տարածքը պահում էին, Սև լիճ եւ հիմա որ ասեմ Սևանն էլ է տալու բան, դուք ասեք, բայց լավ, Սևանը էդի Հայաստանի մաս է, Սև լիճն էլ էր Հայաստանի մաս, Նիկոլը տվեց։ Հիմա այդ արևմտյան Ադրբեջան բանը ծախ թեզերի մեջ Նիկոլ Փաշինյանը իր ներգրավվածությունն է ապահովում։ Ինչ առումով, կազմակերպչական առումով այդ մարդը կազմակերպում, ասում ադրբեջանցիները կարան գան Հայաստան, հանգիստ անարգել, իրանց համար ապրեն, ու ես ինչա պետք հանձնեմ, կտամ, իրանք այս ԿՊԱ-ականներից մի շաբաթ լսում եմ այս պատգամավորները, ում իրանք անունները ճանաչելի չեն, օրինակ որ ձեզ ասեմ, չեք ճանաչում, որտեղ չգիտենք իրանք ովքեր են вообще, տենց երբեմն նայում ենք ու ինչ որ նոր մարդիկ ենք տեսնում ու տեսնում ենք, որ փաստորեն նա պատգամավոր է։ Իրանք ասում են մենք որևէ կերպ չենք պայքարելու հողերի համար, մենք որևէ կերպ չենք կռվելու հողի համար, մենք մեր ինքնիշխան տարածքը, չգիտես ինչը եւ այլն։ Այսինքն դուք ասում եք, որ պետք է այս ընթացքում անեք դեմարկացիա, դելիմիտացիա, որը չեք արել։ Այսինքն ըստ ձեր տրամաբանության Հայաստանի դուք դրել եք մեր տարածքը հարցականի տակ, մեր ինքնիշխան տարածքը Նիկոլ Փաշինյանը դրել է հարցականի տակ եւ այդ հարցականի գրում ջնջումը անում է Թուրքիան եւ Ադրբեջանը։ Իրանք են որոշում, որ տարածքն է հայկական, որ տարածքն է թուրքական եւ Իլհամ Ալիևը օրեր առաջ ասում էր, որ մենք պետք է վերադառնանք մեր պատմական հայրենիք, ադրբեջանցիները ոչ թե զենքերով, այլ մեքենաներով են գնալու Հայաստան, այսինքն ինչ է ուզում ասում, ասի ներսից մարդ կա,
մեր ներսից մարդ ունենք, մեզ պետք չի կռվել այդ տարածքների համար, մեզ ներսից այդ տարածքները Նիկոլ Փաշինյանը պատրաստ է տա։ Ինչի համար պետք է մենք դրա համար կռվենք, հասկանում եք, ու այս տրամաբանության մեջ մատ եկեք նայենք։ Արցախը տվել է, սպառազինությունները հանձնել է մեր սաղ ստրատեգիկ գործընկերների հետ, իդեմս Ռուսաստանի Դաշնության, հա, մեր ռազմավարական դաշնակցի հետ իր հարաբերությունները ուղղակի զրոացրել է։ Դիվանագիտական փոխհրաձգությունը եկավ բերեց նրան, որ մենք ունեցանք անկում, ահավոր անկում